Տեխնոլոգիաները զարգանալու զուգընթաց թվում է, թե պետք է մոտեցումը հիվանդությունների նկատմամբ ավելի պատշաճ լիներ և ավելի ըմբռնումով, բայց այսօր շատ խնդիրների դեպքում մոտեցումը, ալոպաթիկ մոտեցումը ավելի բարբարոսական է դարձել, խոսքս վերաբերում է շատ վիրահատությունների և բուժման մեթոդների նույնպես, մասնավորապես վահանաձև կեղծի հետ կապված, որը շատ մեծ վնաս է հասցնում և հասարակությանը, և անհատապես էլ մարդկանց կյանքի որակը, կյանքի տևողությունը և բացի այն, որ կրճատվում է, նաև վնաս է հասցվում օրգանների աշխատանքին և նոր հիվանդություն է առաջանում։ Երկու դեպքն էլ քննարկենք, մեկը որ սխալ է բուժվում, ավելի ճիշտ չի բուժվում, շատ զարմանալի է, թե ինչ տրամաբանությամբ է դա կատարվում, օրինակ հակամարմինները բարձր են, այսինքն աուտոիմուն հիվանդություն կա վահանաձև կեղծի, հարձակում է գնում սեփական իմունային համակարգի կողմից վահանաձև կեղծի բջիջների վրա, բժիշկը դա տեսնելով նշանակում է թիրոքսին։ Ինչ կապ ունի թիրոքսին նշանակելը աուտոիմուն հիվանդության հետ, ընդհանրապես բոլորովին ոչ մի կապ։ Եվ թիրոքսին նշանակելով աուտոիմուն հարձակումը ավելի է արագանում, ավելի է ուժեղանում, ինչու, որովհետև ակտիվանում է պրոցեսները և այդ թվում օրգանիզմը, այդ թվում ակտիվանում է նաև աուտոիմուն հարձակումը, այսինքն իմունային համակարգի հարձակումը սեփական բջիջների վրա։ Այնինչ, բուժման ձևը ինչու ներկայանում։ Տվյալ անձի մոտ աուտոիմուն հիվանդության դեպքում կա խրոնիկ բորբոքում, կարող է լինել կոկորդի հետ կապված հիվանդություն, կարող է լինել լորձաթաղանթների հետ կապված խնդիր, կարող է նաև լինել կալցիումի յուրացման անկումից և կարող է լինել խրոնիկ ստրեսից։ Հիմա փոխանակ պատճառը հանվի, որպեսզի աուտոիմուն հարձակումը, այսինքն աուտոիմուն հիվանդություն, այսինքն իմունային համակարգի հարձակումը դադարեցվի և վերականգնվի վահանաձև կեղծի աշխատանքը, այդ ամենը անտեսվում է աուտոիմուն հարձակումը, բայց եթե փորձառու բժիշկ լինի, շատ արագ կարող է այդ պրոցեսը անջատել։ Աուտոիմուն հարձակումը շատ արագ հնարավոր է անջատել։ Այդ տետեգեն, որ ասում են, շատ արագ կարելի է նվազեցնել։ Եվ դրա հորմոնը վահանաձև կեղծի ինքն է կարող է քիչ հորմոն արտադրել, որպեսզի հարձակումը պրոցեսները դանդաղեն և հորմոն տալով երկու վնաս է լինում, մեկը որ աուտոիմուն հարձակումը կարող է ակտիվանալ հիվանդությունը, այսինքն իմունային հարձակումը, և կարող է նաև դադարեցվել, այսինքն վահանաձև կեղծի կողմից այլևս էլ չարտադրվել տվյալ հորմոնը։ Սա բուժման, ավելի ճիշտ շակերտների մեջ, որովհետև աուտոիմուն հիվանդությունը թիրոքսին նշանակելու հետ բացարձակ կապ չունի, դա տարբեր բաներ են, և թիրոքսին նշանակելով չի կարող օգնել այդ հիվանդությունը բուժելու համար, այսինքն նշանակումը չի կարող օգնել։ Եվ երկրորդ տրամաբանությունից դուրս բուժման ձևը վիրահատությունն է աուտոիմուն հարձակման դեպքում։ Ինչքան պետք է վիրահատվել, այսինքն որպեսզի գրեթե ամբողջ վահանաձև կեղծը հեռացնեն, նշեմ, որ հեռացնելու դեպքում խրոնիկ հիվանդությունը դուրս չի գալիս, այսինքն այդ խրոնիկ բորբոքային պրոցեսը կարող է տարածվել։ Նշեմ նաև վահանաձև կեղծի հեռացման դեպքում նույնիսկ մի կտորը բերելու է կոնկրետ ներքին օրգանի թերֆունկցիայի, նվազելու ակտիվությունը և նաև բարդ խնդիրներ է ստեղծելու մյուս ներզատիչ կեղծերի աշխատանքի հետ կապված հարցերում։ Եվ ինչ է ստացվում, որ վահանաձև կեղծը, երբ որ ասում են, որ միայն այդ հորմոնների հետ է կապված աշխատանքը, դա այդպես չէ։ Վահանաձև կեղծն է
վերականգնում ներքին օրգանները, օրինակ գիշերը, երբ որ մարդը հաց չի ուտում, օրինակ ցերեկը ամբողջ ցերեկ կերել է, օրինակ լորձաթաղանթները ստամոքսի իրանք քիչ-քիչ քայքայվում են, որպեսզի վերականգնեն պետք է գիշերը ստամոքսը դատարկ լինի, այսինքն 8-ից 9-ից հետո, այսինքն 6-ին 7-ից հետո էլ մարդը չպետք է ուտի, 8-ին 9-ին դատարկվի, գոնե 10-ից 11-ի ժամերին ստամոքսը պետք է դատարկ լինի։ Այդ ժամանակ վահանաձև գեղձը մեխանիզմները միացնում է, ավելի ճիշտ ինքը մեխանիզմները միացնում է ժամը 8-ին, բայց օրգանիզմը տեսնելով, թե ավելի շատ որտեղ է պետք աշխատել, որ օրգան է պետք վերականգնել, կլինի թե լորձաթաղանթ, կլինի թե բջիջներ, եւ այդ մեխանիզմներում շատ մեծ դեր ունի վահանաձև գեղձը։ Եթե մի կտորը դուրս եկավ, այդ կտորի հետ կապված ներքին օրգանի նույնիսկ ինքնավերականգնման պրոցեսները կամ լիարժեք լրիվ դադարում կամ մասնակի։ Սա բուժում չի, նույնիսկ կարցինոմաները շատ մեծ նույնիսկ հասնում են նրան, որ անհեթեթություններ են ասվում, թե կարցինոման դա նշվում է, թե որոշ դեպքերում նույնիսկ չարորակ քասկերի հետ են կապում։ Կարցինոման դա կալցիումի յուրացման մեծ մասամբ կալցիումի յուրացման անկման հետևանք է։ Որպեսզի կարցինոմաներ չլինեն, պետք է վերականգնել կալցիումի յուրացումը։ Վիրահատելով, հեռացնելով այդ հիվանդությունը դուրս չի գալիս, մեկ այլ տեղ է առաջանալու։ Եվ մեծ մասամբ հիվանդությունները բուժելու տեղը կտրում գցում են, դա ճիշտ տարբերակ չի։ Եթե բժիշկը սկզբից որոնում է բուժման ձևը, եթե չստացվեց, փորձեցին նոր առաջարկեց վիրահատություն, դա կարելի է նայել, վերանայել եւ հասկանալ, այսինքն բժիշկը ցանկացավ բուժել, բայց եթե առանց փորձելու բուժել, բժշկել միանգամից վիրահատություն է նշանակում, կամ դուք բժշկի մոտ չեք հայտնվել, այսինքն բժիշկը ինքը կտրող գցող չպետք է լինի, այսինքն վիրաբուժությունը ինքը պետք է լինի որպես վերջին տարբերակ, երբ որ այլ տարբերակ չկա, բայց այսօր վիրահատությունների մեծ մասը իզուր է կատարվում, մեծ մասը չեմ ասում, եւ շատ խնդիրներ հնարավոր էր առանց վիրահատության շատերի մոտ բուժել։ Հիմա վիրահատությունը ինքը իրենով պետքական է, բայց որպես այսքան հաճախ օգտագործելու որպես գործիք, որ այսքան հաճախ սա արդեն վտանգավոր է մեր համար, հասարակության համար։ Եվ նաև նշեմ, որ կտրել գցելով նույնիսկ պացիենտները, եթե մտածում են, որ դա հեշտ է, այսինքն օրգանը կտրեցին, գցեցին, ինքը շարունակեց այդպես ապրել, պետք է նման պացիենտներին հիասթափանալ, որ ինքը տենց մի տարի, 2 տարի է շահել, դրանից հետո ուրիշ խնդիր է առաջանում, օրինակ ճողվածքների դեպքում, աճուկային ճողվածքը մասնավորապես կամ փորի կողմից, այսինքն պորտային հատվածում ճողվածքները, ճողվածքի վիրահատությունը բուժում չի, բայց տարեկետում է տալիս, այսինքն եթե աճուկին է, որպես կանոն, եթե հիվանդությունը չի բուժվում, եթե ճողվածքը շահերցական հյուսվածքի հիվանդությունների հետ է կապված, մի որոշ ժամանակ հետո ճողվածքը կրկնում է մեկ այլ կողմ, այսինքն ձախ աճուկում, հետո փորի կողմից։ Վիրահատությունը ճողվածքների նույնպես դա բուժում չի, այլ սիմպտոմատիկ ձևով, ոնց որ կարվեց, ճնշվեց, խոսքս վերաբերում է այն ճողվածքներին, որոնք ներքին հիվանդության հետևանք են, որը կազմում է մեծ մասը ճողվածքների, կան ճողվածքներ, որոնք տրավմատիկ են եւ որոշակի դեպքերում սխալ ապրելակերպի հետևանք են, բայց ճողվածքների մեծ մասը ներքին հիվանդության արդյունք է։ Եվ նույնիսկ վիրահատելուց հետո այդ պացիենտին պետք է բուժվել, այսինքն որպեսզի հետևանքը
նորից չկրկնվի, այսինքն ճողվածքը հիվանդությունն է պետք է։ Եվ պացիենտը, եթե նույնիսկ իրեն պետք է շատ արագ փոփոխություն, այդ երկարաժամկետ առումով ինքը այդ իր պտուղները, այդ իր արագ փոփոխության պտուղները, դառը պտուղները հետո է տեսնում։ Բայց համբերատար պացիենտները որպես կանոն բժշկվում են, եթե համբերատարին մոտենում եւ ըմբռնում։ Ճողվածքների դեպքում էլ նույնն է, ինչ որ վանաձև գեղձի հետ կապված, եւ նշեմ, որ ճողվածքների դեպքում նույնիսկ իմպլանտը որ դնում են, այսինքն այն մասը որտեղ կարել են, հետո կարող է նեղման process սկսել բորբոքի, եթե որովայնի խոռոչում բորբոքում սկսի, որովհետեւ այնտեղ որտեղ վիրահատում են, այդտեղ արյան շրջանառությունը գրեթե լիովին կամ դադարում է նորմալ ֆունկցիոնալ աշխատանքը արյան դադարում է կատարվել, այսինքն արյան շրջանառությունը հասնում է նվազում է, մինիմումի է հասնում եւ իմունային համակարգը այդտեղ էլ չի կարող աշխատել։ Եվ լինում են շատ դեպքեր, որ այդ հատվածում թարախային եւ քրոնիկ թարախային process-ներ են սկսում եւ անդադ նեղման process-ներ։ Ճիշտ է, վիրաբույժը այդ մասին շատ ժամանակ չի նշում։ Եվ ոչ մի վիրահատող գրեթե շատ քչերն է, որ լիարժեք ասում են, եթե ձեր վահանաձև գեղձը հեռացնենք, դուք այսպես խնդիր եք ունենալու, որոշել եք այն։ Շատ եթե նորից եմ կրկնում, բժիշկը առանց փորձելու բուժել, բայց բուժել ոչ թե թիրոքսին նշանակի, միանգամից վիրահատություն է նշանակում, այդտեղ կարելի է հասկանալ, որ բժիշկը հակված չի բուժելու։ Առողջ եղեք։